Շատ լավ, պարոն Բատկյան, առհասարակ ինչ կարծիք ունեք այն մարդկանց մասին, ովքեր չունենալով վարորդական իրավունք տրանսպորտային միջոց են վարում։ Շատ լավ կարծիք ունեմ։ Լավ, ես հաջորդ հարց տամ այս կապակցությամբ, ձեր որդին այժմ անցնում է քրեական գործով, որտեղ իրեն մեղսագրվում է զրկված վարորդական վկայական ունենալով հանդերձ ոչ թափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը, այս մասով որևիցե ասելիք ունեք, ես բնականաբար չեմ ուզում այնպիսի հարց տամ, որը կարող է ձեր որդու պաշտպանությանը խանգարել, բայց այս մասով եթե ասելիք ունեք։ Իհարկե ունեմ ասելիք։ Ուրեմն, ինչպես նշեցի, շատ վատ եմ վերաբերվում դրան, այնտեղ մի ընդամենը հանգամանք իրականությունը չրամ, այսինքն ճիշտ ոչ թե դուք ճիշտ չներկայացրեք, սխալ եք եւ միգուցե չգիտեիք, ոչ թե զրկված էր վարորդական իրավունքից, այլ ինքը ընդհանրապես վարորդական իրավունքի վկայական չունի։ Ինչ վերաբերում է կառուցված քրեական վարույթին։ Ուրեմն անմեղության կանխավարկածը հաշվի առնելով եւ հաշվի առնելով որ քրեական գործը ներկայումս քննվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, ես այդ ուղղությամբ ձեռնբականում մեկնաբանություններ կատարել, բայց կարևոր մի հանգամանք եմ ուզում ասեմ, չեմ կտրում թելը, պարոն Իոնիսյան, լսեք, որտեղ ասելիք ունեմ այդ ուղղությամբ։ Ուրեմն ընդհանրապես կասեմ, որ գործի փաստական հանգամանքները, մեղադրական ակտի մեջ ներկայացված փաստական հանգամանքները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, բացարձակապես։ Եվ այլ իրողություններ են իհայտ գալիս եւ իհայտ գալու դատական քննության ժամանակ։ Դրան միաժամանակ նաեւ հավելել եմ հետեւյալ տեղեկությունը մոտորելու համար, մոտավորապես մի 10 օր առաջ հակակոռուպցիոն քննչական կոմիտեում քննված մի քրեական գործ է ուղարկվել դատարան, որով եթե չեմ սխալվում, մոտ 40 պարեկների պարեկներին քրեական հետապնդում էր հարուցված կեղծ վարչական իրավախախտման արձանագրություններ կազմելու համար։ Երևի թե այսքանը բավարար է, որպեսզի մնացած հանգամանքների մասին էլ չասեմ, հաշվի առնելով գործը քննվում է դատարանում։ Միայն ընդամենը կարող եմ պնդել, որ փաստական հանգամանքները իրականությանը չեն համապատասխանում։ Քրեական գործով կատարվել շատ թերի քննություն, ընդհանրապես կարելի ասել քննություն չի կատարվել։ Իմ տղան մեքենան չի վարել, երկու փաստական հանգամանք բացահայտեմ այնուամենայնիվ։ Պարեկները մոտեցել են դադարի վիճակում գտնվող մեքենային, դադարի վիճակում բակում գտնվող մեքենային։ Երկու հոգի կանգնած, որից մեկը իմ որդին է, մի անգամից ասել են, որ մեքենան դու վարում ես։ Եթե պրոֆեսիոնալ իրավաբանները այս հանգամանքին կդարկեն որպես քրեական օրենքով նախատեսված հանրային վտանգավոր արարքի կատարում, ես էլ բան չունեմ ասել։ Շատ լավ, պարոն Բատկյան, դուք նշեցիք օրինակ Դանիան եւ Դանիայում վարորդական վկայական չունեցողի կողմից տրանսպորտային միջոց վարելը ես հասցրեցի որոնեմ կրկնվելու դեպքում ընդհանուր մինչև ազատազրկում նախատեսող արարք է։ Ձեր որդին անցած տարի 7 անգամ տուգանվել է վարորդական վկայական չունենալով տրանսպորտային միջոց վարելու համար։ Մի տարվա ընթացքում 7 անգամ։ Ինչ կասեք այս կապակցությամբ, արդյոք բողոքարկվել են այս որոշումները, արդյոք դուք եք ձեր եւ Մազդայով, հենց ձեզ պատկանող Մազդայով, արդյոք դուք եք մեքենան տվել իրան, որ վարի, թե ձեր կամքին հակառակն ա վերցրել։ Շատ լավ, պարոն Իոնիսյան, ուրեմն ես իմ խոսքում մեքենայի վերաբերյալ հարցը որ բարձրացրեցիք, ներողություն, ասի որ մեքենան պատուհաս է դարձել իմ ձեռքին, իմ գլխին։ Ուրեմն իրականում խախտումները կատարվել են որդուս կողմից։ Նշեմ, որ որդիս 24 տարեկան է, չափահաս անձնավորություն։ Խախտումները կատարվել են նրա կողմից հստակ, ուրեմն չեն բողոքարկվել խախտումները, որովհետև փաստացի կատարվել են նրա կողմից, կատարվել են բացառությամբ գիշերային ժամերին, մեր տնից մոտավորապես 1 կիլոմետր հեռավորության վրա, ինքը որոշել է փորձարկել իր հմտությունները եւ հմտություններ ձեռք բերել վարորդական իրավունք ստանալու համար։ Բնականաբար ես դրան շատ վատ եմ վերաբերվում, բայց հաշվի առնենք մի այսպիսի իրավիճակ։ Նորից եմ ասում, տղաս 24 տարեկան է, ինքը ինքնուրույն անձնավորություն է, կարող էր ամուսնացած լինել, առանձին ապրել եւ այդ հանգամանքը
չեմ արդարացնում բնավ, բայց ամեն դեպքում էսա որպես ավելյալ տեղեկություն ներկայացնել եւ որը պետք է ասի իմիջիայլոց ասեմ այդ 27 խախտումներից այդ 7-ը վերաբերում են 27 խախտումները ներառված են դրա մեջ դրանք էլ են կարծես թե ներկայացված Չէ, առանձին հաստատապես չեմ կարող պնդել ամեն դեպքում ես դրան վերաբերում եմ շատ վատ եւ հիմա ինքը պիտի վարորդական իրավունքի վկայական ստանա օրենքով սահմանված կարգով խախտումները կան, առկա են, բայց ինչ վերաբերում է քրեական գործի փաստական հանգամանքներին, դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Պարոն Բաթիկյան,